ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևորի մասին նախ համառոտ։ Վերադարձի իրավունքը քաղաքական օրակարգում, մինչ Բաքուն առաջ է տանում ադրբեջանցիների իբր վերադարձի թեման, փորձագետները կոչ են անում նույն հարցը բարձրացնել ադրբեջանահայերի համար։ Պատրաստ է արդյոք Բաքուն ընդունել իր քաղաքներից բռնի տեղահանված հայերին։ Բուժ աշխատողները ահազանգում էր, աշխատավարձերը նվազել են, ծանրաբեռնվածությունը աճել, նամակներով դիմել են ազգային ժողովին և չեն բացառում նաև գործադուլը։ Որ ընկերությունն է պատասխանատու բիտումի համար, Երևանում փոսալցումը շարունակվում է, բայց փոսերը չեն պակասում, ով է քաղաքապետի բարկության պատճառը։ Կանգնած բեռնատարներ վրացական կողմում, վարորդներին թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան։ Թեհրանը դիվանագիտական լուծման մեծ հնարավորություն է տեսնում, Վաշինգտոնը Պարսից ծոցում զոր կուտակում, ինչ է կատարվում Իրան-ԱՄՆ հարաբերություններում։ Հրդեհներ, կրակոցներ, ջարդված ոստիկանական մեքենաներ, փակ ճանապարհ և անվտանգության ուժերի հատուկ գործողություններ։ Մեքսիկայում թմրավաճառները պատերազմի մեջ են մտել ուժայինների հետ։ Հաշտեցում չլուծված հարցերի ֆոնին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ամբիոնում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կրկին խոսել է խաղաղության մասին։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության գործընթացը բարդ է, հատկապես Բաքվում պահվող հայ գերիների, անհետ կորածների ճակատագրերի և բռնի անհետացման դեպքերի պայմաններում։ Այդուամենայնիվ, ըստ պաշտոնական Երևանի, Հայաստանը շարունակում է վճռականորեն շարժվել այդ ճանապարհով։ Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրի, կապի և մարդկանց միջև շփումների ճանապարհը։ Կառավարությունների միջև համաձայնություններից առաջ անցնելու համար մենք նաև մեր հասարակությունների, այդ թվում տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության սերմ ենք ցանում։ Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռևս չեն լուծվել, և հեռավոր ու մոտ անցյալի վերքերը շարունակվում են։ Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Հիշեցնեմ, որ մինչ Երևանը խոսում է հաշտեցման մասին, Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դատավճիռները շարունակում են խստանալ, հասնելով մինչև ցմահ ազատազրկման։ Խաղաղության գործընթացը շարունակվում է, իսկ Բաքուն շարունակում է առաջ մղել իր հորինած արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեման, այն ներկայացնելով որպես իրավունքների պաշտպանության հարց։ Եվ մինչ մեզ համոզում են, թե ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի և բռնի տեղահանված արցախցիների Արցախ վերադարձը հավասարազոր հարցեր են, մասնագետները հստակ նշում են, այդ թեմաները չի կարելի դիտարկել նույն հարթության վրա։ Փոխարենը նույն իրավունքն ունեն օրինակ Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի այլ քաղաքներից բռնի տեղահանված հայերը, որոնք ոչ թե պարզապես իրենց կամքով հեռացել են, ինչպես ադրբեջանցիները հայկական գյուղերից, այլ ենթարկվել են ջարդերի, բռնության և զանգվածային տեղահանության։ Նույնիսկ այս համատեքստում է առանձնահատուկ դառնում վերադարձի իրավունքի համադրելիության հարցը։ Կարող են արդյոք նույն հարթության վրա դրվել այն մարդիկ, ովքեր հեռացել են սեփական որոշմամբ, և նրանք, ովքեր փրկվել են բռնություններից։ Վերջին լաստանավերով Ադրբեջանում Բաքվում հայերի ցեղասպանություն ու ցեղասպանության ժամանակ։ Գրիգորի Այվազյանն է, Բաքվում ծնված, Բաքվի հայերի ջարդերն իր աչքերով տեսածներից մեկը։ Շատ մարդիկ ասում են, որ պատերազմից ավելի վատ բան չկա այդ աշխարհում։ Ես պատասխանատու ձեզ հայտարարում եմ ականատեսի եւ վերապրողի իրավունքով։ Կա ավելի վատ բան, դա ցեղասպանությունն է։ Այն պարագան է, երբ որ դու չես կարող պաշտպանել քո կյանքդ ու արժանապատվությունդ։ Գրիգորին ու ընտանիքը Բաքվի կենտրոնական թաղամասում էին ապրում։ Տան բանալիներն ու փաստաթղթերը ունեն նաև իրենց տուն վերադառնալու իրավունք։ Մենք երբեք չենք մոռանա եւ թույլ չենք տալ մոռանցության մատնել մեր ոտնահարված իրավունքները եւ կպետք է պայքարենք բոլոր հասու միջոցներով դրա համար։ Մենք ոչ թե պատասխանողի դերում պետք է լինենք, իբրև թե եկել են շրջում են այստեղ։ Տեսեք, որ երկրից է լինի ազգությամբ հայը, ըստ էության Ադրբեջան մուտք նրա համար արգելված է։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում հանգիստ ճամփորդում են ադրբեջանցիները։ Ամասիայից Գյումրի, Գյումրիից Երևան։ Այլոշ պոերսիներիդիմ, այլոշ։ Հիշում են մանկության տարիները, ցույց տալիս փողոցներն ու խոստանում ավելի մանրամասն նկարել հաջորդ այցի ժամանակ։ Ազգային անվտանգության ծառայությունը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան ասում է. նրանք Հայաստան են մտել ու երկիրը լքել պետական սահմանի Բագրատաշեն անցման կետով, իսկ այցը եղել է մասնավոր բնույթի։ Բացի այդ, ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։
Գրիգորի Այվազյանը հիշում է, ինչ է լինում հայերի հետ, որոնք փորձում են Ադրբեջան մտնել։ Բազմաթիվ դեպքեր ենք հանդիպել այդպիսի բաներ, որ մարդիկ չմտած դեպորտ են արվել ռուսական անձնագրով լինի, ամերիկյան անձնագրով եւ այլն եւ այլն։ Հայ լինելը Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով նշանակված է որպես հանցագործություն։ Ադրբեջանցիները Հայաստան են եկել Իլհամ Ալիևի Ֆրանս 24-ին տված հարցազրույցից հետո, երբ Ալիևն անդրադառնում է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցին։ Հավասարության նշան դնում նրանց եւ արցախցիների վերադարձի հարցերի միջև։ The right for return is universal right. Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է, եւ Ադրբեջանը կդիտարկի այն, եթե նման դիմում ստանա, բայց միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք նույն վերաբերմունքը 100,000-ավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք կոչում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որպեսզի նրանք էլ վերադառնան այսօրվա Հայաստան։ Վերադարձի իրավունք ունեն եւ արցախցիները, եւ Սումգայիթից, Բաքվից տեղահանված հայերը, բայց նրանց վերադարձի հարցերը նույն հարթության վրա չեն, ասում է Լարիսա Ալավերդյանը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ներկայացուցիչները գրեթե 30 տարի շփվում էին Արցախի ղեկավարության հետ, նրանք խոսում էին միջազգային իրավունքի ներքո, թե ինչպեսի լուծում պետք է ստանան եւ անպայման խաղաղ ճանապարհով։ Հիմա արդյոք կարելի է այն ինչ որ տեղի ունեցել հանցագործություններ, զանգվածային սպանություններ եւ փաստորեն այսպես ասած դուրս մղումը մեր բոլորի բռնի տեղահանումը արդյոք համեմատելի է։ Մինչ Բաքուն պետական մակարդակով առաջ է տանում ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, Հայաստանի վարչապետը ԵԽԽՎ ամբիոնում հայտարարում է, փախստականների վերադարձը իրատեսական չէ։ Փախստականների վերադարձի թեման այս համատեքստում, բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Փախստականների վերադարձի իրավունքն իրացնելը տուժողի, վերապրածի կամ հասարակական սեկտորի ջանքերով միայն արդյունավետ չի լինի, կարծում է Բաքվից գաղթած ադրբեջանագետը։ Իսկ ինչ է կարծում իրավապաշտպան Ալավերդյանը։ Ոչ միայն էնտուզիաստների, ոգևորված մարդկանց կամ տուժած մարդկանց, այսպես ասած, բաժինն է հիմա վերադարձի մասին խոսել, լինի ամբողջ այդ իմ ասած կես միլիոնից ավել հայերի կամ արցախցիների 150,000։ Բացարձակապես այստեղ ուրիշ բան կա, որ ոչ միայն չի խոսում իշխանությունը Հայաստանը, այլ խոսում է հակառակը։ Երբ Բաքուն խոսում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, Հայաստանը նրանց առաջ պետք է դնի ադրբեջանահայերի վերադարձի հարցը, նշում է Ալավերդյանը։ Չնայած այս հարցում եւս տարբերություն կա։ Մինչ խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիները վաճառել են իրենց տներն ու իրենց կամքով Ադրբեջան գնացել, ադրբեջանահայերին ցեղասպանել ու կոտորել են, պատճառելով նաև ահռելի նյութական վնաս։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այսօր առավոտյան Երևանում ազգային գրադարանի հարակից հատվածում 20-ից ավելի երիտասարդներ ծեծել են մեկ այլ երիտասարդի։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ստիպված են եղել 2 անգամ կրակել օդում հետագա զարգացումները կանխելու համար։ Մեկ անձի ձերբակալել են։ Հանցագործությունները հաջորդում են մեկը մյուսին առանց դադարի, օրը ցերեկով սպանություններ, կրակոցներ մարդաշատ վայրերում, հաշվեհարդարներ, արդեն սովորական դարձած ամենօրյա լուրեր են։ Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող դեպքերը այլևս առանձին պատմություններ չեն, այլ վտանգավոր մի շղթա, որը լուրջ հարցեր է առաջացնում, որքանով է այսօր անվտանգ մեր առօրյան։ Հանցագործությունների աճի պատճառը մասնագետները կապում են ավելի խորքային խնդիրների հետ։ Սպանություններ տարբեր քաղաքներում, տարբեր հանգամանքներում, վերջին օրերին Հայաստանում կրիմինալ լուրերի պակաս չկա։ Սպանությունները օրը ցերեկով ու մարդաշատ վայրերում հաջորդում են մեկը մյուսին, հարցեր առաջացնելով ու մտահոգելով հանրությանը։ Վերջին օրերին Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում գրանցվել են աղմկահարույց դեպքեր, որոնք լայն արձագանք են ստացել։ Նախ բոլորին ցնցեց օրեր առաջ Երևանի Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած հաշվեհարդարը մի քանի տասնյակ, այդ թվում զինված տղամարդկանց մասնակցությամբ։ Դրանից օրեր անց Սևանում դեպք գրանցվեց։ Տավուշի մարզի 20-ամյա Արամ Խաչատրյանը հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու միջև իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, վիրավորը գիտակցության չգալով
մահացել էր։ Հրազենային վիրավորումից գիտակցության չգալով մահացել էր նաև 31-ամյա մի տղամարդ, այդ դեպքն էլ Սովունիում էր տեղի ունեցել։ Իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրությունների համաձայն դեպքերի մի մասով արդեն իսկ կառուցվել են քրեական վարույթներ, կան ձերբակալվածներ, իսկ մի շարք գործերով քննությունը դեռ շարունակվում է։ Մանրամասները, սակայն իրավապահները հաճախ չեն հրապարակում նախաքննության շահերից ելնելով։ Վերջին շրջանում տեղի ունեցող սպանությունների ֆոնին փորձագետները խոսում են ոչ միայն իրավական, այլև խորքային հասարակական խնդիրների մասին։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի խոսքով երկար տարիներ Հայաստանը համարվել է համեմատաբար անվտանգ երկիր, հատկապես կենցաղային մակարդակում։ Սակայն այսօր այդ պատկերն աստիճանաբար փոխվում է եւ դրա հիմքում ի թիվս այլ պատճառների կա երկու հիմնական պատճառ։ Առաջին այն է, որ բացի իրավական մեթոդներից, նորմերից եւ իրավապաշտպան մարմինների գործունեությունից, որը պիտի կանխի եւ նաեւ չեզոքացվի եւ նաեւ պատժի հանցագործություններ, անհրաժեշտ է եւս մի մոտեցում։ Դա համայնքի կողմից, այսինքն մարդկանց կողմից միմյանց հանդեպ ոչ պաշտոնապես տեղի ունեցող վերահսկողությունն է։ Երկրորդ պատճառը հասարակության վերահսկողական ֆունկցիան է, երբ նույն հասարակությունն ինքն իրեն էր վերահսկում իր անդամներին եւ կանխարգելում էր միմյանց ոչնչացնելու պրակտիկան։ Հայաստանում այդ մարդկային վերաբերմունքը եւ մարդկանց միջև փոխհարաբերությունները խոչընդոտված են եւ շատ հաճախ նաեւ խոսում ենք այդ իմաստով հիվանդ հասարակության մասին կամ այն մասին, որ մեր հասարակությունը հիվանդացել է, այն հիվանդ չէ, բայց հաստատ հիվանդացել է։ Հիվանդացած հասարակության բուժման ճանապարհը ըստ սոցիոլոգի հնարավոր է միայն խաղի նոր կանոններով, պետական կառավարման, կրթության եւ մեդիայի մակարդակում արժեհամակարգային փոփոխությունների միջոցով։ Այստեղ ըստ սոցիոլոգի մեծ դերակատարում ունի մեդիան, քանի որ բռնության պարբերական ցուցադրումը, ատելության խոսքը եւ բարոյական արժեքների արժեզրկումը աստիճանաբար նորմալացնում են ագրեսիվ վարքագիծը։ Այս բոլոր գործոնների ազդեցության հետևանքով մենք տեսնում ենք իրավապաշտպան մարմինների գործունեությունը արդեն որպես պատժիչ, երբ որ հանցանքը կատարված է, բայց հանցանքների կանխարգելում համարյա չկա։ Ամոթի ֆունկցիան չկա, միմյանց հանդեպ վերահսկում չկա, որովհետև մենք դա համարում ենք ավանդապաշտություն եւ շատ վաղուց արդեն վատաբանում ենք մեր ավանդույթները։ Դա նպատակաուղղված է արվում բնականաբար։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը իրավիճակը համարում է նորմայից դուրս եկած ու նկատում, որ երբ պետության կողմից ներքին անվտանգության եւ արդարության ապահովման վստահությունը թուլանում է, մարդիկ սկսում են իրենց խնդիրները լուծել սեփական ուժերով։ Իմ տպավորությունը նա է, որ մարդիկ իրենց հարցերը սկսել են լուծել փողոցային օրենքների, ուրեմն այդ կողմնորոշումով ավելի շատ, քան թե ինչ որ արտարություն, արտարադատություն սпасելուց այն համակարգերից, որոնք դրա համար ուրեմն այդ առաքելությունն ունեն։ Հոգեբանը նաև շեշտում է, որ հասարակության համար վտանգված է այն միջավայրը, որտեղ մարդն իրեն անվտանգ չի զգում նույնիսկ առօրյա իրավիճակներում։ Այդ պայմաններում ձևավորվում է վախ, անվստահություն եւ ապագայի հանդեպ անորոշություն։ Մենք ինչ ենք տեսնում վերջին տարիներին, մեր, ասենք, ոստիկանությունը ինչով է զբաղված։ Այն ինչ ամենայն դեպս տեսանելի է, միայն կույրը չի նկատի, ոստիկանության հսկայական ուժեր, ընդ որում մեծ, ուրեմն ֆինանսներ են ներդրվում այդ համակարգում, զբաղված են ինչով։ Զբաղված են պետական պաշտոնյաների, չգիտեմ, կարկալույց եղած քահանաների, այդ ամեն ինչի այսպես մեծ պահպանությամբ, ու հսկայական ռեսուրսներ մենք տեսնում ենք, որ ուղղվում են դեպի ահա այդ կարգի գործառույթները, որոնք անշուշտ ուղղված են։ Մասնագետների համոզմամբ բռնության աճը միայն իրավական խնդիր չէ, այն կապված է հասարակության հոգեբանական վիճակի, անվտանգության զգացման եւ արժեհամակարգային փոփոխությունների հետ։ Առանց այդ ոլորտներում համակարգային աշխատանքի կանխարգելումը շարունակում է մնալ ամենաթույլ օղակը։ Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների գործի վերաբերյալ արտահերթ դատական նիստ է կայացել այսօր։ Կարո Օկումուշյանի խափանման միջոցը չի փոխվել, տնային կալանքը երկարացվել է եւս 3 ամսով։ Իսկ Մովսես Շարբաթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։ Շարբաթյանը պետք է շաբաթական 2 անգամ ներկայանա ու հաշվառվի պրոբացիայի ծառայությունում։ Նրան արգելված է լքել բնակության վայրն առանց վարույթի իրականացման մարմնի թույլտվության։ Նա չպետք է այցելի մարդաշատ կամ զվարճանքի վայրեր, երեկոյան 23-ից մինչև առավոտյան ժամը 8-ը պետք է լինի իր բնակության հասցեում։ Փոխվել է նաև Սրբազան պայքարի գործով անցնող Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը։ Տնային կալանքը վերացվել է, կիրառվել է վարչական վերահսկողություն։
Իսկ երբ Երևանի փողոցները կմաքրվեն կուտակված ավազից, պարզվում է հիմա էլ տեխնիկայի պակասն է խնդիրը։ Բայց խոստանում են ձնամաքրման աշխատանքներից հետո Երևանի փողոցներում մնացած աղի ու ավազի մաքրման աշխատանքները կավարտվեն այս շաբաթ։ Քաղաքապետ Ավինյանն էլ բարկացել է, ասում է, իրեն չի բավարարում փոսալցման աշխատանքների ինտենսիվությունը։ Կատարվող աշխատանքները մեծ են, սակայն խնդիրները դեռ գերազանցում են արդյունքը։ Գործակարգավարական նիստին հետևել է Անահիտ Սարգսյանը։ Փոսերի խնդիրը մայրաքաղաքում շարունակում է մնալ արդիական։ Քաղաքապետարանի փոխանցման փոսալցման աշխատանքները նույնպես ընթանում են, սակայն արդյունքները շատերին չեն գոհացնում։ Երևանի քաղաքապետարանի գործավարական նիստում ստվերում չմնացին Ավինյանին հուզող հարցերի պատասխանները։ Մինչ այս պահը կտրվել է մոտ 15000 քառակուսի մետր ասֆալտ-բետոնյա ծածկույթ եւ տեղադրվել է մոտավորապես 13000 քառակուսի մետր ասֆալտ-բետոնյա ծածկույթ եւ տեղային լուծումներ են տրվել մոտ 320 ժամանակավոր տեղային լուծում են տրվել մոտ 320 փոսի, որը գույքագրված է։ Քաղաքապետը թեմայի է բացում նաեւ բիտումի մասին։ Նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարզվեց շատ անհարմար պահի է նկարահանումը տեղի ունեցել, իսկ Ավինյանի մեկնաբանմամբ անվերահսկելի հին հայկական մեթոդներով աշխատանք է կատարվել։ Թոթովենց ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները, վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար, չէ հասել են այդ հատվածը, նկարանը տեղի ունեցել։ Իսկ թե որ ընկերության պատճառով Բալավիտ մեկ ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Կամ լավ ասենք որ դառնա, էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Աշխատանքների ձախողման պատճառը միաժամանակ 2 տեղում աշխատելն է, ասում է Սևոյանը, իսկ Ավինյանը անիմաստ համարում նման աշխատանքը։ Ախր պարոն Սևոյան, 2 տեղով որ սկսել եք, հիմա 2 տեղով էլ եթե անորակ եք անելու, եթե 2 տեղով է խնդիր է լինելու տարվա վերջ, այդ իմաստը է սկսելու, այդ փողը ծախսելու։ Պարոն քաղաքապետի ներկա եղած ժամանակ այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, որ ձեր ներկա եղած ժամանակ այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Թե ինչպես պետք է լուծվի փոսերի խնդիրը քաղաքապետարանից պատասխան չկա, բայց Աջափնյակում կատարվող աշխատանքներից ոչ միայն գոհ են, Հասնում է պարոն քաղաքապետ, որ Աջափնյակի շինարարներից մեկ բավական գոհունակությամբ կարող եմ արտահայտվել, որովհետև թե ինտենսիվությունը եւ թե որակը ակնհայտ է։ Այլև նախատեսում են դեռ գոյություն չունեցող մետրոյի կայարանի կողքին բիզնես կենտրոն կառուցել։ Կարևոր հատվածներ, էլի Աջափնյակ մետրոյի կայարանի։ Այո, հարող տարածքում, այո։ Իսկ մինչ այդ մայրաքաղաքում փոսերն ավելանում են, պատասխանատուները արդարանում, իսկ քաղաքացիները շարունակում տուժել։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Աջափնյակի մետրոն դեռ չկա, բայց հարակից բիզնես կենտրոնի կառուցումն արդեն պլանավորված է։ Քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու երկփուլ մրցույթ է կայացել։ Ինչը հայտնի Աջափնյակի մետրոյի շուրջ նոր ներդրումային նախագծի մասին, դիտենք տեսանյութը։ Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է։ Այս բնորոշմամբ նախորդ տարին եզրափակող ավականու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնութագրեց Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացը։ Հիմա չկառուցված մետրոյի տարածքում քաղաքապետարանը նախագծում է բիզնես կենտրոն կառուցել։ Նախավորակավորման մրցույթն արդեն անցկացվել է։ Դիմել են թվով 7 միջազգային եւ տեղական ընկերություններ, երկուսը որակավորվել են, արդեն ուղարկել ենք որպեսզի առաջարկներ ամբողջական ներկայացնեն եւ մարտի 3-ին վերջնաժամկետն է առաջարկների ներկայացման։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էր Տիգրան Ավինյանը նշել մետրոյի կառուցման բյուջեի զգալի կրճատման մասին՝ 9.6 միլիարդից 1.6 միլիարդ։ Պարզվում է կրճատված գումարի մի մասը փոխհատուցվելու է հարակից տարածքում բիզնես կենտրոնի հիմնման միջոցով։ Աջափնյակի կայարանի կառուցման հատվածում մենք ունենանք մի որոշակի կամ բիզնես կենտրոն կամ այն ինչ որ այս ընկերություններից մեկը, որը որ կհաղթի
կառաջարկի, որը ֆինանսապես բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի եւ որոշակիորեն նաեւ կմեղմի այն ծախսերը, որը իրականացնելու են կայարանի կառուցման համար։ Նախավորակավորման փուլն անցած երկու ընկերությունները հայկական ու արտասահմանյան ընկերությունների կոնսորցիում են։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանի խոսքով, եթե ամեն ինչ ըստ սահմանվածի ընթանա, տարեվերջին կունենան պատրաստի ներդրումային ծրագիր։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Առողջապահական համակարգում էլ է լարվածությունը մեծանում։ Բուժաշխատողները բողոքում են, աշխատավարձերը նվազել են, ծանրաբեռնվածությունը աճել։ Ձրի է գրի, այսպես են հաճախ դիմում հիվանդները բժիշկներին, բայց բուժաշխատողները զգուշացնում են, համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը։ Խնդիրներն արդեն հասցրել են խորհրդարան, իսկ լուծումների բացակայության դեպքում չեն բացառում նաև գործադուլը։ Խնդիրը շատ կվելու է, որովհետև մեր նպատակը ոչ թե լրատվամիջոցներին անընդհատ գործից կտրել բերել ու ուշադրություն կենտրոնացնելն է, այլ որ այդ խնդիրը լուծվի եւ բուժաշխատողները վերադառնան իրենց բնականon աշխատանքին։ Շուրջ 30% ցածր եւ ուշացող աշխատավարձ, բուժծառայությունների սակագների նվազում, ծանրաբեռնվածության աճ եւ այլ խնդիրներ։ Բուժաշխատողները նամակներ հանձնեցին ազգային ժողովի նախագահին եւ խմբակցություններին։ Նպատակը մեկն է՝ համատեղ քննարկել եւ լուծումներ գտնել։ Առողջապահական ապահովագրությունը մեկնարկվեց առանց պատշաճ իրազեկման, թե բուժաշխատողներին իրենց անելիքների մասին, թե քաղաքացիներին ինչ իրավունքներ ունեն։ Երկրորդը դեկտեմբերի 31-ին հիվանդանոցների հետ Zoom հարթակում ինչ-որ փաստաթղթեր էին ուզում, այսինքն անգամ չունեին պայմանագրեր հիվանդանոցների հետ, սակայն հունվարի 1-ից մեկնարկվում էր համակարգը։ Եթե համակարգը պատրաստ լիներ եւ ժամանակին շտկվեին բացերը, այսօր խնդիրների մեծ շղթա չէր կուտակվի։ Բուժաշխատողների աշխատավարձի թերի հաշվարկումից մինչեւ ժամանակատար թղթաբանություն։ Ծանրաբեռնվածությունը հատկապես արտահիվանդանոցային բլոկում բավականին շատ է, մարդիկ բժիշկները ամբողջ օրը անհասկանալի թղթաբանության մեջ են եւ շատ կարեւոր եւ լուրջ խնդիր է առմետ համակարգի չաշխատելը, որովհետեւ ժամերով առմետ համակարգը կարող է չաշխատել, որի արդյունքում անգամ մի դեղատոմս գրելը դառնում է խնդիր բժիշկների համար։ Հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են, մարդիկ ոչ սուր դեպքերով բավականին շատ են դիմում, կուտակվում են հերթեր, բայց առաջնահերթ խնդիրը, որով դիմելու են կառավարությանը, սակագների վերանայումն է, նշում է Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը։ Որովհետև երբ որ քեյսերը ինքնարժեքից ցածր են դրվում ապահովագրական փոխհատուցումները, ապա դրանք եւ սև շրջանառության պատճառ կարող են դառնալ եւ բժիշկների կողմից անհատական չցանկանալը ապահովագրական հիվանդին սպասարկելը, ինչպես նաեւ այդ սակագնից է ձևավորվում բուժաշխատողների աշխատավարձը։ Բողոքի հիմնական պատճառը հենց սակագներն են։ Բուժաշխատողները դժգոհում են եւ այդ դժգոհությունը ըստ մասնագետների արդարացի է։ Բողոքում են ու արդարացի են բողոքում, որովհետև 19000 աշխատավարձով այսքան լրագրողներ, օպերատորներ, падգամավորներ, այդքան մարդ կա, ով 19000 աշխատավարձով կաշխատի։ Գնացեք, տեսեք պոլիկլինիկայի հերթերը, ոչ բնակչությունը, ոչ էլ բուժաշխատողները դեռ պատրաստ չեն ներդրված թերի համակարգին, նշում է Գրիգորյանը։ Բուժաշխատողը կարող է ամբողջ այդ հերթը սպասարկել ու վերջում 19000 դրամ ստանալ։ Ու այդ հերթը, որ դուք մտնեք տեսնեք, դա մեկ անգամյա հերթն է լինելու, բայց ամեն օրը այդպիսի հերթ։ Մարդիկ գնում են ինձ ձայնային հաղորդագրություններ են ուղարկում, որ մարդիկ գնում են, մտնում են բժիշկի մոտ, ասում են ձրի է, գրի գնամ MRT անցնեմ, ձրի է, գրի գնամ ԿՏ անցնեմ։ Ախր չի կարելի։ Բուժաշխատողների նամակները հանձնված են։ Առաջարկները կան, միայն որոշող օղակների հետ քննարկումն է պակասում։ Եթե խորհրդարանական լսումներ չլինեն, գործադուլը չեն բացառում։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդներին փետրվարի 12-ից թույլ չեն տալիս մտնել Հայաստան։ Փայտե արտադրանք տեղափոխող մոտ 100 բեռնատար Ռուսաստանից են անցել Վրաստան։ Անցակետում վարորդներից վերցրել են փաստաթղթերը եւ արգելել մուտքը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը գործընկերոջից հայտնել է, որ նման տեղեկություն դեռ չունեն։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում դիվանագիտական լուծման հասնելու մեծ հնարավորություն կա, հայտարարել է երկրի արտգործնախարարը արդեն մի քանի շաբաթ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին, որ կհարվածեն Իրանին, եթե գործարքի չգնա։ Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու եւ միջուկային էներգիա արտադրելու բոլոր իրավունքները։ Մինչդեռ վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները Պարսից ծոցում մեծ թվով ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել։ Ըստ լրատվամիջոցների 2003-ին Իրաքի պատերազմից հետո ԱՄՆ-ն առաջին անգամ է տարածաշրջանում ռազմական այսպիսի ներկայություն ունենում։ ԱՄՆ նախագահ նորեր առաջ հայտարարել էր, որ քննարկում է Իրանին սահմանափակ հարվածներ հասցնելու հարցը։ Իսկ Եգիպտոսի վիզան կթանկանա։ Մարտի 1-ից արաբական այս երկիր մուտքի վիզայի արժեքը $25-ից կբարձրանա մինչև $30։ Զբոսաշրջային ընկերությունների պալատի հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ուղղված է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը եւ զբոսաշրջային ոլորտում Եգիպտոսի մրցունակության բարձրացմանը։ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները կրակել ու սպանել են զինված տղամարդու, որը անօրինական մտել էր նախագահի Դոնալդ Թրամփի Մարալագոյի կալվածք։ Հաղորդվում է, որ գործակալները կալվածքի դարպասների մոտ նկատել են մոտ 20 տարեկան երիտասարդի, ձեռքին որսորդական հրացան եւ վառելիքով լի տարա։ Զենքը վայր դնելու հրահանգից հետո, երբ երիտասարդը չի ենթարկվել, նրանք կրակել են։ Երիտասարդի արարքի դրդապատճառը դեռ անհայտ է։ Մեքսիկայում իրավապահների եւ նարկոկարտելների զինված խմբերի միջև բախումների ժամանակ սպանել են հայտնի նարկոբարոն Էլ Մենչոին։ Երկու կողմերից կան վիրավորներ, ըստ լրատվամիջոցների թմրավաճառները պատերազմի մեջ են մտել ուժայինների հետ։ Խալիսկո նոր սերունդ թմրավաճառական կարտելի առաջնորդի սպանության լուրից հետո երկրում զանգվածային անկարգություններ են բռնկվել։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։